4 քայլ վեր սահման է, 4 քայլ վար սահման։ Աստված իմ, այսքան էլ փոքրիկ հայրենիք, այսքան էլ փոքրիկ Հայաստան, նորացնի բարուր է իսկական։ Աստված իմ, մոլորվել կանգնել եմ, ասա ինձ ինչ անեմ, ուր գնամ, 4 քայլ վեր ավեր է ու մահ է, 4 քայլ վար, ավար ու թալան։ Հովհաննես Գրիգորյանի 1992 թվականին հրատարակված Հրեշտակներ մանկության երկնքից ժողովածուն բացող աղոտ վերնագրով այս բանաստեղծությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ոչ մի կերպ թերևս այստեղ չենք գտնի նոր անկախ իրականության գովք, գնահատում, արժևորում եւ ընդհակառակը այստեղ տեսանելի է տագնապ նոր ժամանակների մշուշոտ ապագայի նկատմամբ։ Զարմանալի է, բայց երկար սպասված անկախությունը, գետանկախության շրջանի գրականությունը չգովերքեց, չներկայացրեց, եղան անդրադարձներ, սակայն այլ անդրադարձներ են։ Ինչու այս իսկապես երկար սպասված իրադարձությունը չունեցավ իր երգիչները, կամ գուցե երգիչները իսկապես չտեսան այն իրականությունը, որի մասին երազում էին։ Այս հարցերի մասին այսօր թեմայի տաղավարում զրուցելու ենք բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հետ։ Հրեշտակներ մանկության երկնքից երկու ջրհեղեղի արանքում կես ժամանակ գիշերահավասար, երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ։ Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծական այս ժողովածուները լույս են տեսել ետանկախության շրջանում, կարծես թե ոչ բանաստեղծական դժվար ժամանակներում։ Անկախության հատկապես առաջին տասնամյակը բնորոշվեց հասարակական, քաղաքական, մշակութային վայրիվերումներով եւ նոր իրականության ներկայացման եւ արժեվորման խնդրի առջեւ կանգնեցին արվեստի բոլոր ճյուղերն ու հատկապես գրականությունը։ Հովհաննես Գրիգորյանն, ում գրչի տակ առօրյա կենցաղային փաստը, ժամանակի քաղաքական անցուդարձը, աննշան թվացող իրադարձությունը վերածվում է բանաստեղծական պատկերի, իրեն բնորոշ նուրբ հեգնանքի եւ միաժամանակ քնարականության յուրօրինակ ձուլվածքով, ինչպես իր շատ սերնդակից եւ նաեւ անկախությունից հետո ասպարեզ եկած հեղինակները, այս կամ այն կերպ անդրադարձավ հայրենիքի թեմային, սակայն չհնչեցին սիրո խոստովանություններ, ներփողներ։ Ընդհակառակը գերիշխում էին հուսահատ տրամադրությունները, անորոշ ապագայի նկատմամբ վախն ու անցյալի իդեալականացումը։ Բանաստեղծները խուսափում էին կամ չէին կարողանում լավ եւ լուսավոր խոսք ասել, սթափ գնահատել պետականության նվաճումներն ու, եթե հնարավոր է, գրականության ընձեռած հնարավորություններով ցույց տալ բացթողումները։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, բարի գալուստ։ Շնորհավորում եմ անկախության տարեդարձի կապակցությամբ։ Շնորհավորում եւ օգտվելով առիթից ուզում եմ մեր ամբողջ հանրապետության բնակչությանը, թե չափահասներին, թե անչափահասներին շնորհավորել անկախության իրոք թանկարժեք տոնի առթիվ։ 1992 թվականին հրատարակված Հրեշտակներ մանկության երկնքից ժողովածուն շատ էր տարբերում 1986 թվականին հրատարակված Դանդաղ ժամերից, այսինքն այս շրջանում ինչ փոփոխություններ տեղ ունեցան։ Բնականաբար անկախություն եղավ, սակայն շատ կարևոր նաև ավերիչ երկրաշարժը եղավ եւ Հրեշտակներ մանկության երկնքի ժողովածուի տրամադրությունը թերևս հենց առաջին հերթին պայմանավորված էր Գյումրիով, երկրաշարժով, կործանված քաղաքով, բայց այդուհանդերձ այս հասարակարգերի փոփոխությունը զգալի էր։ Ինձ համար որպես ընթերցողի երկրաշարժի ողբերգության մեջ կործանված քաղաքի վերացած քաղաքի այս մեջ նաև այդ հասարակարգի փոփոխության արձագանքներ էր տեսանելի, չգիտեմ ինչպես է իրականում։ Իրականում շատ հետաքրքիր բան կատարվեց մեր ժողովրդի հետ, հատկապես նրան չափահաս բնակչության հետ, որտեղ երեխաների համար մեկ է ինչ հասարակարգում են ապրում եւ կարևորը որպեսզի այդ երեխաները ապրեն բարեկեցիկ հասարակության մեջ, դպրոցական դասագրքեր ունենան եւ այլն։ Իսկ ասենք չափահաս բնակչության մեջ դա շատ աննկատ անցավ ինչի համար։ Իրարդեպից թվարկեցիք սարսափելի բաներ, որոնք ամեն տարաշրջան չի, որ մի ժողովուրդ ունենում է գոնե դրանցից մեկը, ասենք այդպիսի ավերիչ սարսափելի երկրաշարժ։ Դա մի զարուրելի բան է, 30,000 մարդ կորս բոլոր պատերազմներում չի, որ այդքան մարդ է զոհվում։ Օրինակ այս վերջի 100-ամյակի պատերազմներում, հայրենական մեծ պատերազմից հետո իհարկե, ներառյալ Ղարաբաղյան պատերազմը այդքան մարդ չի մահացել։ Իսկ մի պատերազմում մահացավ էլ աշխատող մարդկանց մեծ մասը։ Լեննագանը վերացավ փաստորեն որպես աշխատող բնակչության մի զգալի մաս եւ այսօր Լեննագանը ոտքի չի կանգնում, մինչեւ քան տարի անցել այդ բանից, որովհետեւ աշխատողների մեծ մասը վարպետների, քարտաշների, չգիտես, կարող այդ բաները վերացան, այդ մի ամբողջ բան վերացավ։ Սպիտակը չի վերականգնում։ Իմ լեննագանյան գրչակից ընկերների շատերը մահացան դեղ։ Եվ շատ հետաքրքիր երեխեք, ես լավ չէ,
երևի չգնացինք այդ մենք այդ ուղղությամբ։ Արդյոք միայն երկրաշարժներ պատճառը կամ երկրաշարժի ազդեցությունը գործեց սոցիալական այդ ծանր պայմանները առաջի տարիների, որ մենք եւ մասնավորապես մեր գրականությունը, պոեզիան չընկալեց անկախությունը այնպես, ինչպես կարծես թե սպասում էր, որ կընկալել։ Համենայն դեպս նախորդ շրջանի գրականությունն էլ արդեն կարծես թե հող էր նախապատրաստում, որ պետք է գա կամ ընկալվի այդպես որպես իրականացած երազ։ Ի՞նչն էր պատճառը, որ գրականությունը այդպես չընկալեց։ Չէ, դա մենակ երկրաշարժ չէ, Ղարաբաղյան շարժումը, պատերազմը, մենք պատերազմի մեջ գտնվող ժողովուրդ էինք։ Բայց ազատագրում եղավ, չէ՞։ Ազատագրում, բայց կոդորած եղավ նաև։ Մենք Սումգայիթյան կոդորած եղավ, չէ՞։ Դա մի մարտել, եթե սպանում են ազգային հողի հիմքի վրա, դա եղերն է։ Մենք մի ամբողջ Սումգայիթ բան եղավ մեր աչքի առաջ։ Շատ մի ուրախանալու սիրտ չունեինք մենք։ Այսինքն մենք 4 կողմից վտանգված, 4 կողմից վարված, խանձված եւ պապակված ժողովուրդ էինք։ Եմ այսօր առանձնապես մի ուրախանալու բան սիրտ չկար, կոդրված էինք, կոդրված սրտով էինք։ Բայց հիմա կամաց ուշքի են գալիս, բարեբախտաբար, ամեն ինչ իր տեղն է ընկնում եւ մենք դա ծիծաղելի է, ես անկախության արժեքը չզգալ, դա պարզապես անհետեթություն է, որովհետեւ ես հիշում եմ ուսանողական տարիներին, դու ծնված չէի երևի, ընկերներով ման են գալի այդ բանում Պաղրամյան փողոցի վրա, այն շենքերը, որոնք առաջին մեր հանրապետության ժամանակ նախատեսված էին դեսպանների համար, դեսպանատներ, Ամերիկայի դեսպանատուն, Ֆրանսիայի, որոնք արդեն տվել էին մեր նշանավոր Գոհար Կասպարյան բան այդ տներում էին ապրում, երազում էինք, որ երբ պատկերացու անկախ երկիր լինենք, այստեղ Ամերիկայի դեսպանատուններ լինելու, այստեղ Ֆրանսիայի, այստեղ չգիտեմ Գերմանիայի եւ այլն։ Հիմա մասամբ այդպես է կարծես։ Հիմա մասամբ այդպես է, բայց շատ ավելի շքեղ պալատների մեջ էին ապրում։ Եվ մեր նախանձն էին շարժում այն օրերին, որովհետեւ միակ լուսավոր կետերը լույս ունեին, ջերուցում ունեին այդ դեսպանատների շենքերն էին։ Եվ այնպես որ այսինքն նաեւ պատերազմից հետո այդ սոցիալական դժվարությունները եկան, խավար, ցուրտ, այսինքն կենսական պայմանների բացակայություն եւ ասենք 96 թվականին հրատարակված ձեր երկու ջրհեղեղի արանքում ժողովածուում արդեն այդ ամբողջը տեսանելի է, արտագաղթ առաջին հերթին, եթե հիշենք, ասենք ոստիկանական լրատուն, Մավան տագնապ, գերեզմաններ, այդուհանդերձ էլի անկախության գաղափարը կարծես թե էլի դուրս մնաց այստեղից, այսինքն սոցիալական դժվարությունները, գուցե անհրաժեշտ էր, որպեսզի գրականությունը, պոետը որպես քաղաքացի նաև այս գաղափարը մարսելի դարձնել, գուցե հույսեր պարգևելու համար հենց թեկուզ։ Այ չէ, զարել եմ իմ հոդվածներում։ Ես տպագրեցի շատ բան։ Հենց առաջին հոդվածներից մեկը, օրինակ գրական թերթի առաջ էջի վրա հիշում եմ, այո, անկախությանը, այդ իմ հոդվածն է։ 91 թվականին։ Այո։ Եվ այնպես որ բան չի, անկախության դեմ խոսել ծիծաղելի բան է, նույնիսկ ծնողի դեմ խոսես, որովհետև եթե չկա անկախություն, չկա արվեստ, չկա գրականություն։ Դա վիճելի բան չի։ Չնայած երբեմն աղբի բանի վրա հրաշալի ծաղիկներ են փուսնում, բայց ամեն դեպքում գնահատվելու համար պետք է անկախություն։ Ինչ որ բան հասնելու համար անկախությունն է պետք, որովհետեւ նախ հասկանաս քո ժողովուրդը իրավունք ունի ապրելու այս երկրագնդի հողագնդի վրա, թե պետք է անդադ ուրիշի հաշվին ապրի, անդադ ուրիշի ստեղծած սառնարանից օգտվի, հերոստացույցից, ինքը ոչ մի բանի ընդունակ չի, ինչ որ բան ստեղծելու։ Եվ դրա համար պետք է անկախություն տաս այդ մարդուն, որպեսզի հասկանաս նա վիճակը, տուն սարքի իր համար, չգիտես, բան չլինի անդադ Մոսկվայից նախագիծը բերեն, թե դպրոց սարքեք այս նախագծով։ Որ բանը գնայր ռուսական, սովետական հանրապետությունների, որ բոլորը նույն նախագծով կառուցված քաղաքներ էին, Լենինի հրապարակով, Լենինի պողոդայով, չգիտես ինչը, ամեն ինչը այդպես Ֆրունզեի, չգիտեմ ինչը, Ձերժինսկու բան։ Այսինքն նույն շտամպն էր։ Եվ հիմա մեկ էլ հանգարցի շտամպից դուրս են գալիս եւ ամբողջ ժողովուրդը հարձակվել է հյուսային բանի վրա, պողոդայի վրա։ Ինչի, որովհետեւ դուրս է եկել շտամպից։ Չէ, բայց դե նաև էկոլոգիայի խնդիր կա։ Ինչ էկոլոգիայի խնդիր է։ Այդքան էլ գեղեցիկ չեն։ Ո՞վ ասեց։ Ինչն է գեղեցիկ բան։ Այդտեղ ծառեր չկան գրեթե, այգիներ են տնգեք, իսկ ով ասում է տնգեք։
Ես դեմ չեմ, բայց չեն տնկում։ Չեն տնկում, ով պետք է տնկի։ Մենք սպասում ենք, որ անդադ ուրիշը տնկի, չեն տնկում, երրորդ դեմքով ենք խոսում։ Միշտ տնկենք։ Ախր մենք լավ բանը չենք տարեցինք տեսնել։ Հրաշալի շենքեր, մեր բոլոր կինոները, բաները, որտեղ նայում ես, բանը սա այդ փողոցում են նկարում, այդ բոլոր բաները սիրահարները գնում են այդ փողոցում են իրիգունները զբոսնում են, գնա իրիգունները տեսին սիրուն անդեղ։ Ոնց կարելի է այդ բաները չտեսնել։ Իհարկե կան թերություններ, օրինակ չի կարելի այսքան գրանիտով բանով լցնել Երևանի նման շոկ քաղաքը։ Վառվում է, ամառ այնտեղ սարսափելի բանակ։ Դրա համար այնտեղ շատ դրվաններ է պետք, կամաց կսովորենք։ Այսօր գրականությունը գոնե այն սկզբում ասացինք այդ դժվարությունները կային հասկանալու, ընկալելու գուցե այսօր նոր ծերունդը թեկուս անդրադարձներ կատարում է, կարևորում է իր համար այս անկախության գաղափարը, ազատության գաղափարը, նոր երիտասարդ գրողները զգում են այս տարբերությունները կամ գնահատում են այն ինչ որ ունեն եւ ընդհանրապես գրականությունը պետք է արձագանքի այս տեսակ բաներին, միայն վատին արձագանքի, ինչու լավը չեն տեսնում այդ ձեր ասած հենց թեկուս։ Գիտեք, Հայկ ջան, դա շատ պարադոքս է, բայց հիմա համարձակությունը դիտվում վատ բան ասելը։ Այսինքն ոչ ոք ռիսկ չի անի գովերքի։ Այո։ Պարզապես բանի խնդիր է։ Ահա, դու ուրեմն իշխանությունների ինչ գիտես ինչ բան։ Հա։ Քաղաքականացում է միանգամից։ Անկախությունը բանը ամեն ինչը դիտարկվում է որպես իշխանության շուտ գովերքություն։ Թե չէ անկախությունը մի հատ հետները նստի զրույցի տես ինչ անկախության համար գնա կյանքը կդա, բայց քննադատելու բանել անկախությունը լանաստած է արդեն։ Նա արդեն վատ բան անելու իրավունք էլ ստացել։ Հետո պետք է աշկարաշ ունել որ անկախացան նաև տագանքները, որոնք երբեմն ասան իշխանության մեջ թափանցեցին, շատ բաներից երկ գցեցին, չգիտես, օլիգարխներ դարձան եւ այլն եւ այլն։ Այսինքն հիմա պայքար է գնում եւ երևի եւս մի 10 տարի երկու անկախության աճ ու դրական բան բացական թևերի միջև։ Եվ այստեղ հերոստատեսյան անելիքն է շատ կարևոր, որովհետեւ նախ բացատրվի թե այդ անկախությունը ինչ բան է։ Անկախություն չի նշանակում է անարխիա, որի ինչ բերանս եկա պետք է անես։ Մենք առայժմ չենք գնա, տակ ենք հլա դեռ։ 20 տարին ինչ անկախության 21 տարին։ Դա չնչին ժամանակ է։ Մեր ապրած ես իմ 2000 տարվա ամբողջ կյանքի եմ։ Մենք ախր մեր պատմությունը, որ ուսադիր նայում ես, այնքան կոպիտ սխալներ ենք թույլ տվել, այնքան բաներ ենք կորցրել, այնքան հնարավորություններ։ Գրողը, գրականությունը, ռեժիսորը, երաժիշտը, կոմպոզիտորը ինչ դեր ունի այս գաղափարը մարսելի դարձնելու գործում։ Դեր ունեն, բայց նրանք բոլորին էլ պետք է հնարավորություն տա հերոստատեսությունը։ Գրողը ինչ կարող անել իր 500 օրինակ գրքով։ Հզոր զենք է հերոստատեսությունը, հզորագույն։ Եվ անկախության սերունդ գոյություն ունի, որին պետք է մեծ տեղ տակ դուք արդեն 21 տարեկանների սերունդ։ Եվ կան մարդկանց մի տեսակ, որոնք ես միշտ էլ անկախ եմ եղել։ Ինձ պետք չէ ոչ շատ մի հեժվանք չեմ ապրում, որովհետև ես հայել անկախ եմ եղել։ Ես իմ դպրոցական տարիների գրած բանաստեղծություններն ու այսօրվա գրածի մեջ ինչ-որ տարբերություն տնել ոգու բանի պես հնարավոր չի։ Որտեւ ես գրել եմ այնպես, ինչ գրում եմ հիմա այնպես, ինչպես այն ժամանակ եմ գրել։ Պարզապես տպագրվում են բանաստեղծություններ, որոնք այն ժամանակ չէին տպագրվում։ Արգելված էր։ Չէր կարելի մոմի եկեղեցու, չգիտեմ ինչի մասին բանաստեղծություն գրել։ Գրականությունը հանում էր։ Բայց հիմա այս այդ բանաստեղծությունները տպում եմ։ Անկախությունը ինձ համար բնական վիճակ է, ախր ես ոնց գովերքեմ։ Ես ելնեմ նստեմ իմ ծնողներին գովերքեմ, հա, սիրում եմ հորս, մորս, բայց որ ինչ ասեմ։ Հետո էլ մենք այնքան ուշացած ենք անկախացել, որ հատեն ամոթել է խոսել բանի մասին։ Բայց գուցե հասարակությունը այդուհանդերձ ընկալ այդպիսի խոսքի է սպասում, կարոտ ունի ու մանավանդ անընդհատ խոսում է, որ եւ երևի այդպես է, որ մենք սովորենք, որ առաջին շարքերում միշտ գրողներ, այսպես այդ մտավորական շատ ծեծված բառը, մտավորականներ են քայլում, ուղղորդում են հասարակություն եւ այսօր էլ երբ որ տարբեր քաղաքական այս պայքարի մեջ ընտրություններից առաջ, հետո մենք գրողներին, մշակույթի գործիչներին չենք տեսնում այս կամ այն կողմում կանգնած, երբեմն մեղադրում ենք նրանց եւ սրանով է գուցե պայմանավորված է, որ գրականություն չենք ընթերցում, որովհետեւ ընդհանրապես սխալ կարծիք ունենք, այսինքն միշտ մտածում ենք, որ գրողը պետք է ելույթներ ունենա,
նաև հրապարակախոսների միտինգներում օրինակ Միտինգներում գրողը միտինգային գրող չի Ռաֆու պատկերացու միտինգում ելույթ ունենալուց ամբողջ հեղափոխություն էս Ղարաբաղյան Ռաֆու գրականությունն է գնում էին Խենթի գերեզմանի վրա էին երթվում ու գնում էին Ղարաբաղյան պատերազմ բայց Ռաֆուն պատկերացու իրար բանով ինչ-որ միտինգում ելույթ ունես կամ բաներին չեն դա բան չի դա գրողին բնորոշ բան չի հայ գրողին էլ ոչ մի գրողի էլ Այսօր մեր գրականությունը հակված է դեպի որոշակի իրականության արտացոլում, հակված է որոշակի հարցերին պատասխան տալու եւ այդպիսի պատասխան տալիս է կամ պետք է տա ընդհանրապես ժողովրդին հուզող, չգիտեմ, սոցիալական, քաղաքական, հասարակական ժողովուրդը կրկին սպասում է ինձ թվում է եւ սրանով է պայմանավորված է որ գուցե շատ չեն ընթերցում հենց դրա համար որ չեն գտնում այն ինչի ակնկալիք ունեն ես հակված չեմ իհարկե մտածել որ պետք է գրականությունը գնա անմիջապես սկսի բոլոր հարցերին պատասխաններ տալ այդպես չի կարող լինել իհարկե բայց գրականության տեսակ կա ժանր կա որը հենց դրա համար է հենց այդ հարցերի բանը բայց հիմա ասենք պոեզիայի սպանից պահանջել այդպիսի խնդիրներ հրապարակախոսության շերտ կարող է բանաստեղծության մի տեսակ կա որի մեջ կա բանաստեղծության մեջ էլ տեսանելի է իհարկե գեղարվեստական հանդերձով հատուկ ձևերի մեջ բայց բոլորի մոտ չի որ ստացվելու է դա գուցե թե իմ մոտ ստացվում այն բախտը բերել է գուցե ես կարողացել եմ վարպետանալ եւ այլն բայց դա ամենևին պետք չի բանանել դարձնել պարտադիր բան որ գրականությունը պետք է բոլոր հարցերին պատասխան բա հրապարակախոսություն ինչի համար է հրապարակախոսություն գրականության մի ժանր կա օրինակ Զորի Բալայանը ինչ պատասխանում է հարցերին կա չէ դրա այդ պարզապես հիմա ստեղծվել է մի պահ ինչ որ անցում է այն մի շրջանը երբ դեռևս ամեն մեկ իր տեղն է որոնում օրինակ այդպիսի բաներ կարող ես նաև Գուրգեն Խանջյանի արձակում էլ գտնել ճիշտ է ասենք այդպես բան չի բացահայտ չի արտահայտված բայց սոցիալական կյանքի չգիտես ինչի բան միայն ես կուզենայի որ Գուրգենը մի քիչ լույս ավելացնի իր գրականության մեջ որովհետև լույսի տակ ավելի պարզ է երևում ամեն ինչ շատ մռայլ է եւ շատ ունենք այդպիսի բաներ եւ Լևոն Խեչյանը առողջություն է մաղթում իրեն կուզենայի որ վերադառնար երբ որ վերադառնա գրականության կարծում եմ որ բան կլինի մի քիչ մոդենա մեր ժամանակներին շատ է գնացել խորքերը պատմության եւ ես ինչ եմ ասում որտեղ շատ այս երկու տաղանդավոր մարդկանուն տվեցի ես կուզենայի որ նրանք շատ պետք չի է որ ասենք 1000 հոգի նրանք բոլորն իրենց անելիքներ ունեն ինչպես մի ժամանակ օրինակ խորհրդային տարիներին կային Վիկտոր Պալայան բան այդ մարդիկ որոնք գրում էին ֆանտաստիկա կար բան կար ժանրերը անտեր են մնացել երեխեքի համար շատ ուրա մանկական հետ բաներ չկան պատմվածքներ չգիտես ինչեր ֆիլմեր այդ երեխեքից պետք է սկսել հայք այդ անկախության գաղափարն էլ ամեն ինչն էլ Հələ մի հատ Դիսնեյլենդի նկարած ֆիլմերը նայեք այդ բոլոր բաները սա ոչ մի պատահական բան չեն նկարում անհատականության, անկախության, չգիտես ոնց են սիրում իրենց երկիրը սովորական մարդ է մի նայում ես Ամերիկայի դրոշակը տնկած իրա փագում ոչ ոք չի ասել որ պետք է մարդը սիրում է իր երկիրը Բայց հիմա դասագրքերում օրինակ չեն կարող մի անկախության շրջանում ապրած հեղինակի գովեր գտնել, գոնե այսինքն քիչ թե շատ համենայն դեպս ստացված բանաստեղծություն, որը կգովերքի ես երկիրը, կգովերքի անկախության գաղափարը, ոչ ուղղակիորեն գեղարվեստական ձևով, բանաստեղծական ձևով։ Նույն, ասենք, հեղինակները, որոնց մասին խոսեցինք, Խեչոյանը հատկապես, Ռաֆու մասին խոսեցինք, իրականության մեջ չէին գտնում իդեալները, Ռաֆին չէր գտնում իդեալը, պատմավեպեր էր գրում, որպեսզի այնտեղից նաև այս գաղափարները բերի հերոսական տրամադրություն հաղորդի։ Խեչոյանն էլ հակված է անկախության ամբողջ շրջանում դեպի պատմավեպերը, որովհետև պատմության միջոցով փորձում է վերաիմաստավորել ներկան։ Արձակը իհարկե պատմավեպերով այդ անկախության շրջանի արձակը այդ իմաստավորման ճանապարհը անցնում է, բայց օրինակ պոեզիան այդուհանդերձ չի խոսում, այդ ձեր ասած լույսը չկա, գուցե վախենում են հենց, որովհետև չգիտեն թե ինչ է սպասում կամ չգիտեին ինչ է սպասվում։
Այսինքն այս անկախությունը մեզ ուր կտանի վերջո։ Չէ, բոլորն էլ բոլորը չասենք, բայց շատերը գիտեն ուր տանում եւ ինչ անում, պարզապես մեր ուշացած լինելն է մի քիչ բան անում։ Չափից դուրս ենք ուշացած եւ դրա համար հիմա ինչ էլ որ գրենք, գրականության մեջ էլ կլինի ուշացած։ Դա չեմ ուզում որ մենք նորից կգնենք մայիս 1-յան, չգիտեմ ինչ խանդավառություն, բան այդ բաները պետք չի։ Մենք պետք է չմոռանանք որ 2000 քանի տարվա մշակույթ ունենք եւ այդ տեսակ երգիր ենք եւ պետք չի շատ խանդավառվել։ Ինչի վրա են խանդավառվում, որ այսքան ուշացումով ենք ստացել են ինչ որ դիստանային մյուս նորմալ ժողովուրդները մենք պետք է ապալ-թափալ անցնենք այս շրջանը այն կարմրուկի բան նման եւ կքան այս օրերի մասին կգրվեն լավ վեպեր, լավ բանաստեղծություններ կգրվեն եւ լավ բանաստեղծությունը արդեն անկախության նշան է։ Ես չեմ պատկերացնում Ստրուգի գրած լավ բանաստեղծություն։ Լավ բանաստեղծություն ես գրում, ուրեմն անկախ ես։ Եթե լավ վեպ ես կարդացել հայ գրողի գրած, դու ուրեմն եւ գրողն անկախ եւ ընթերցողը։ Եվ լավ հաղորդում եմ նայում հեռուստատեսությամբ, ուրեմն ամբողջ ժողովուրդն անկախ։ Վատ ֆիլմ եմ նայում, ախմախ անճաշակ հաղորդում եմ նայում, նշանակում է ժողովուրդը երբ գուցե արժանել չէր անկախության։ Ուրեմն դուրը գալիս է այդ էշությունը։ Այսօր մեր ժողովուրդը կարդում է եւ թեկուզ այդ լավ բանաստեղծության անկախ պոետի կողմից, ազատ պոետի կողմից գրված բանաստեղծության կարիք ունի, հարցը տալիս եմ եւ հիշում եմ ձեր վաճառում են բանաստեղծություններ, բոլորովին չգործածված վերնագրով այս բանաստեղծությունը շատ ուշագրավ, որ այնտեղ հարց եք տալիս դուք թե ով բանաստեղծության կարիք ունի, այնտեղ սար կտրող հարևանին եք մոտենում, զինվորականին, բիզնեսմենին եւ բոլորից ակնկալում եք պատասխան, թե ում է պետք բանաստեղծությունը։ Ի վերջո պատասխան ստանում եք իհարկե, Մուրացիկը հայացքը դեպի լուսավոր ապագան լսում է եւ երևի դրական պատասխան է տալիս։ Այսօր այդպիսի մուրացիկներ կան, այսինքն մարդիկ, ովքեր բանաստեղծության կարիք ունեն, կամ ընդհանրապես բանաստեղծություն կարիքով ունի այսօր։ Բանաստեղծության կարիք բոլորն էլ ունեն, բայց ինչպես է հասկանալ պոեզիայի բանաստեղծություն ասելով ես ինքնադու ունեմ արվեստ, մշակույթ։ Այստեղ խնդիրը մենակ պոետական արվեստին չի վերաբերում։ Եվ այսօր ամբողջ ժողովրդի մեջ արթնության նշանները ես նկատում եմ։ Ուրեմն Սիրահարների այգում արդեն երկրորդ անգամ մենք բան ենք հասկացնում երիտասարդների նախաձեռնությամբ իմ բանաստեղծությունները, հետո դա կդառնա բան կլինեն նաև ուրիշ նախաձեռնություններ, ուրիշ պոետներ, բան կարևոր ինչ որ բանով սկսելն է։ Մի հարմար եղավ ինձանով են սկսել։ Եվ ես ինչ նկատեցի, որ պատական մարդիկ էին գալիս մոտենում, մի քիչ լսում էին, ոմանք շարունակում էին լսել, ոմանք թողեցին գնացին եւ այլն, բայց զգացի որ հետաքրություն կա։ Տարօրինակ բաներ են իրանց համար, որ բանաստեղծությունը ինչ է, շատերը չեն էլ իմանում ինչ բան է բանաստեղծությունը, չգիտեն էլ որ կան այդպիսի գրքեր։ Չգիտեն որ այսօր գրողներ են ապրում, ստեղծագործում, գրքեր են հրատարակում։ Եվ բայց հետաքրքիր է, կային ձեռքը դան բան, որ կենթանի բանաստեղծ կա։ Եվ մենք նորից զրոյից ենք սկսում, ցավոք սրտի, մեծ ուշացումով, բայց սկսել ենք։ Ամենակարևորը դա է։ Հիմա ոչինչ որ այդպես փառաբանող բաներ չեն գրում, մենք շատ ծանր էտապ անցանք։ Հիմա վշտի, ողբի, ուրախության բանիշ։ Իսկ գուցե այս որ մենք չենք կարողանում լիաթոք ընկալել անկախությունը, պետականության գաղափարը, որ մենք հայրենիքի մասին այլ պատկերացում ունենք եւ մեր գրականություններն, հենց թեկուզ Ռաֆին եւ այլն, այդ իդեալները որ տվել են, պետականության մասին պատկերացումները, այսինքն ստեղծել են մի հայրենիքի իդեալական կերպար, որ իրականում երբ որ տեսնում ես, ցրվում է այդ իդեալականությունը, միանգամից առնչվում ես առօրյա դժվարությունների հետ, այսինքն սա արդեն պետականության կառուցման դժվար երկարատև ճանապարհ է։ Պետք է դեռևս մենք ձևավորվենք որպես քաղաքացի, հետո հասկանանք թե ինչ է պետությունը, ծառայենք պետությանը, նվիրվենք, պետությունն էլ հոգամեր մասին, օրենքներ ստեղծվեն, որոնք կիրառվեն։ Արդյոք այս գաղափարի հայրենիք եւ պետություն գաղափարների խզվածքից չի, որ մենք չենք կարողանում իսկապես ընկալել։ Մենք պետք է կարողանանք գնահատել։ Հայշան շատ հետաքրքիր ձևակերպում տվեցիր։ Մենք պետք է կարողանանք հայրենիքը տեղավորել պետության մեջ։ Հայրենիքի պատկերացումը մեր մոտ դեռևս անբռնելի է։
Մեզ թվում է թե ոչ մի բանի մեջ չկա, ոչ, պետությունը ամենաբարձրն է, հայրենիքից ավելի։ Պետությունը ամենաբարձր կուլտուրան է։ Եթե երկիրը, որը չունեցավ պետություն, pedagoganություն, նա հայրենիք չունի։ Եվ եթե մենք բանանենք, տեսնենք, որ հայրենիքից զրկվել են, նախ սկզբից պետությունից են զրկվել, հետո նոր հաջորդ քայլը եղել է հայրենիքից զրկվելը։ Ես մի ամիս ու կես երկու ամիս Իսրայելում էի, ես հիվանդության հետ կապված, եւ ես տեսա, թե ինչպես է արդեն հայրենիքը նրանք կարողացել են տեղավորել պետության մեջ։ Մի սանտիմետր տարածություն չկա, որը չեն մշակում։ Անտեր թողած ոչ մի կտոր հող չունեն։ Բոլորը աշխատանքի տակ են։ Ամեն ինչ աշխատացնում են նաև դրսից եկածներին, բերում են, ում ասես բերում են, մեր հայերի էլ։ Ես Հայֆայ քաղաքում մի շատ լավ 2-3 հայ ընտանիքների ծանոթացա եւ զարմանում եմ այդ մարդկանց Հայաստանում ոնց չեն գնահատել։ Մենք շատ ճանապարհ ունենք դեռևս անցնելու եւ արդյոք գրականությունը կարող է ճանապարհ ավելի կարճեցնել դեպի այն, որ իսկապես գնահատենք մեր գիտնականներին, երիտասարդ գիտնականներին, չթողնենք, որպեսզի նրանք հեշտությամբ գնան այնտեղ, որտեղ իրենց լավ վճարում են։ Մենք էլ վճարենք, որպեսզի այստեղ նրանց համար ապրելու, գործելու, ստեղծագործելու պայմաններ ապահովենք։ Ցավոք սրտի, Հայկ ջան, մեր շարժման եւ առաջի տարիներին, չգիտեմ ինչ պատճառներով, շատ վարկաբեկվեց մեր գրականությունը, արվեստը, բերանից եկածը գրում էին Սիլվա Կապդիգյանի, Շիրազի, չգիտես ինչ գրողների ժամանակվա բանի գրողներին վարկաբեկեցին, հեղինակազրկեցին եւ հերոստատեսությունից եւ բանից մամուլից դուրս վանեցին։ Եվ այսօր էլ շարունակում է, այսօր էլ ինչ որտեղ մարդիկ կան, որ անընդհատ հենց միտված, միտումնավոր այդ վարկաբեկելու ճանապարհը շարունակում են։ Երևի ինչ որ ես հիշում եմ մեր բաներից մեկը բանարես թե այսօր լավագույն վեպը մեր պրեզիդենտի ելույթն է։ Այն ժամանակվա մասնախոս։ Հա լավ, պրեզիդենտին շատ սիրել, ես շատ եմ հարգում, շատ եմ բանանում, բայց գրականությունը չի կարելի դրանց բանի հետ խառնել ինչ մի ժանրի մյուսի հետ։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ամեն մարդ։ Եվ իսկ մեր մոտ սկզբնական շրջանը ինչ էր։ Բժիշկները առաջ 3 շարքերը որ նայում էր պարլամենտի սախ արվեստի գրականության բան մարդիկ են, որոնք շփոթված եկեն նստել են այնտեղ, չեն հասկանում ինչ պետք է անեն, իրանց իրավաբաններ պետք է լինեին այնտեղ, մասնագետներ, տնտեսագետներ։ Այսօր ավելի վատ է, այսօր մշակույթի գործիչներ շատ քիչ կան այնտեղ, մշակույթի գործիչներին թող հնարավորություն տան իրենց տեղում լինեն, մշակույթի մեջ, ոչ թե գնան պարլամենտում նստեն, աշխարհի ոչ մի երկրի պարլամենտում չես տեսնի գրողի, նկարիչի, չգիտեմ ինչի։ Գուցե ավելի լավ լիներ, որ նրանք լինեին։ Չէ, եղան տեսանք։ Ամենը 20 տարում ուզում ենք մենք անցնել 400 տարվա պատմություն։ Շատ արագ պետքա կորցրածը վերագտնել, որտեվ մենք զարմանում ենք, գնացինք այսինչ երկիրը չէին իմանում Հայաստանը որտեղից իմանային։ Որտեղից։ Երբ որ դու ինչ-որ ռուսական կայսրության, ինչ-որ հետին ընկած գավառներից մեկն ես եղել։ Ընդունենք թե չընդունենք այն բաները վեր բանչանենք, հավասարություն, չգիտես ինչ բան։ Մենք եղել ենք ընդամենը գավառ։ Այն էլ հետին։ Հիմա նոր մեզ տեղը իմանում են։ Հիմա ես շնորհակալություն հայտնենք մեր շախմատիստներին օլիմպիական էսպան տեսակ, ինչ ոգևորություն է տրոշակներով, բաներով, բայց դա անկախության բաները չէ։ Եվ ինչ վշտով ենք ընդունում ֆուտբոլի հերթական պարտությունը։ Այո։ Լավ, շնորհակալություն։ Խոսակցությունը իհարկե շատ տարածվեց տարբեր ուղղություններով, գրականությունից բնականաբար անցում կատարեցինք իրականություն, քաղաքականություն եւ բանաստեղծությամբ սկսեցինք եւ բանաստեղծությամբ էլ կարծում եմ պետք է ավարտենք եւ այս հայրենիքից երկիր ընկած ճանապարհի վերաբերյալ մի հրաշալի հատված կկարդամ երկու ջրհեղեղի արանքում ժողովածուից, չգիտես թե ինչ երկու վերնագրով բանաստեղծությունից։ Հայրենիքն այնտեղ է, ուր սովորաբար խռմփոց է հնչում կամ էլ քնելուց զզված երեխայի լաց։ Բոլորն են քնած, դերասանը բեմի վրա, երաժիշտն իր գործիքը գրկած, պաշտոնյաները աթոռին նստած եւ միտինգներում, ռետորներն են քնած միկրոֆոններից ապահովության համար ամուր պինդ կարճած։ Հայրենիքները ահա թե ինչու երազներով ու երազանքներով են բերնեբերան լցված։
բոլորն են քնած, սակայն ճիշտն այն է, որ սովորաբար նախ հայրենիք են լինում սկզբում եւ հետո միայն ժամանակներ անց դառնում են երկիր։ Երևի թե բոլորն անխտիր։ Հուսանք, որ հնարավորինս շուտ Եվ կասնենք այս ճանապարհը։ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել նաև Շողակաթ հեռուստաընկերությանը, որտեղ անկախության ծնունդը դրսևորումներից ամենակարևորներից մեկն է։ Հոգևոր հաստատությունը ունենում է իր հեռուստատեսությունը, ունենում է իրավունքները, ունենում է ի վերջո մենք արգելված էր այս ամեն ինչը։ Եվ ես հիմա Շողակաթ հեռուստաընկերությունում հրավիրված եմ, բայց դա երազել կարելի էր եւ առանց անկախության հնարավոր չէր։ Ամեն ինչ հնարավոր էր, բայց ոչ Շողակաթ հեռուստաընկերություն։ Այո։ Սրտան շնորհավորում եմ բոլորիս։ Ես էլ իհարկե միանում եմ բոլոր շնորհավորանքներին, իսկապես այսօր արդեն փորձենք գրականության միջոցով, գրականության օգնությամբ շնորհիվ կարդալ, հասկանալ, գնահատել, իմանալ մեր անկախության գինը եւ հնարավորինս փորձել յուրաքանչյուրս մեր տեղում պահպանել այն։ Ցտեսություն։